Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ընդգրկված շահառուների թիվը շարունակում է աճել։ Դրան զուգահեռ չեն դադարում նաև համակարգից եղած դժգոհությունները։ Հիմնադրամը խոսում է միլիոնավոր շահառուների, միլիարդավոր դրամների մատուցած ծառայությունների եւ հաջողված վիրահատությունների մասին։ Մինչդեռ մասնագետները շարունակում են բարձրաձայնել համակարգում առկա խնդիրների, համավճարների եւ ծառայությունների հասանելիության մասին։ Հունիս ամսվա տվյալներով մեր շահառուների թիվը շուրջ 1.8 միլիոն անձ է կազմում, որոնց մեջ այդ աճի մեջ մեծ տեսակարար քշր են կազմում վարձու աշխատողներ եւ անհատ ձեռնարկատերերը, այսինքն այս աճը հիմնականում 200,000 եւ բարձր աշխատավարձ ստացող մեր շահառուների թվաքանակի աճով է պայմանավորված։ Հիմնադրամի տվյալներով ապահովագրական ծառայություններից օգտվել է 762,404 քաղաքացի։ Այսինքն ապահովագրված յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին արդեն դիմել է համակարգի միջոցով բուժօգնության։ Միայն դեղորայք է ստացել գրեթե 36,000 շահառու։ Ֆինանսական պատկերը եւս տպավորիչ է։ Ընդհանուր առմամբ շահառուներին տրամադրվել է շուրջ 164 միլիարդ դրամի բժշկական ծառայություն եւ դեղորայք։ Մենք նաեւ զգալի փոփոխություններ ենք իրականացրել օնկոլոգիական հիվանդությունների բուժման վրա, եթե նախկինում մեր քաղաքացիները հնարավորություն ունեին ընդամենը 150,000 դրամի շրջանակներում օգտվել քիմիոթերապիայի այդ ծրագրից, պետական պատվերի շրջանակներում, ապահովագրության շրջանակներում այդ սահմանաչափը կազմում է 1.2 միլիոն։ Մինչ հիմնադրամը խոսում է աճող ցուցանիշների մասին, համավճարների շուրջ քննարկումները չեն դադարում։ Քաղաքացիներից շատերը դժգոհում են, որ նույնիսկ ապահովագրված լինելու դեպքում ստիպված են հավելյալ վճարումներ կատարել։ Չեն հասկանում նաև, թե որ ծառայություններն են ամբողջությամբ փոխհատուցվում, իսկ որոնք ոչ։ Մյուսների մտահոգությունները վերաբերում է ապագա պարտադիր վճարներին։ Ամսի 26-ը եկավ, երբ որ պիտի արդեն այցելեի բժշկի, պարզվեց, որ այդ համավճարը արդեն 50% է։ Առողջապահության ոլորտի մի շարք փորձագետներ նույնպես զգուշավոր են գնահատում իրավիճակը։ Նրանք նշում են, որ համակարգը դեռևս ամբողջությամբ չի ապացուցել իր ֆինանսական կայունությունը, եւ մինչեւ համընդհանուր պարտադիր ապահովագրության ամբողջական ներդրումը անհրաժեշտ է հստակ ներկայացնել ֆինանսական աղբյուրները, ապահովագրական փաթեթների սահմանները եւ համավճարների սկզբունքները։ Փորձագետները նաեւ ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ դեռևս ամբողջությամբ պարզ չէ, արդյոք պետական եւ մասնավոր բուժհաստատություններում ծառայությունների որակը եւ հասանելիությունը նույն մակարդակի վրա կլինեն բոլոր շահառուների համար։ Քննադատությունների շարքում են նաև բուժհաստատությունների հնարավոր գերծանրաբեռնվածությունը, սպասման ժամկետների աճի ռիսկը եւ ծախսերի արդյունավետ վերահսկողության անհրաժեշտությունը։ Այս քննարկումներին զուգահեռ կառավարությունն արդեն նախանշել է համակարգի հաջորդ փուլը։ 2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է ապահովագրության շրջանակում ընդգրկել նաև քաղաքացիա իրավական պայմանագրերով աշխատողներին, տաքսի ծառայություններում աշխատող վարորդներին եւ բոլոր գրանցված աշխատողներին, անկախ աշխատավարձի չափից։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։